ՀԾ հաշվապահի նոր 907 և 7327 տարբերակներում կատարվել են դրոշմանիշային վճարի չափերի փոփոխությունները, իսկ ապահովագրավճարների պահումները անհրաժեշտ է կատարել ձեռքով, պահում հաստատելով։ Առաջին քայլով հաշվային պլանում ավելացնենք ապահովագրավճարների հաշվառման հաշիվ։ Հաշիվը լրացնենք օրինակ 524-ի 9-4։ Պետք է լրացնել այնպիսի հաշիվ, որը հաշվային պլանում դեռևս չկա։ Անվանումը նշենք կրեդիտորական պարտքեր ապահովագրավճարների գծով։ Կուտակիչը 524-ի 9։ Գրանցենք տեղեկատուն։ Աշխատավարձ ենթահամակարգից բացենք պահումներ տեղեկատուն։ Ավելացնենք։ Անվանումը լրացնենք առողջության ապահովագրավճարներ։ Մասնակցում է արձակուրդային միջինի մեջ դաշտում, ընտրենք չի մասնակցում։ Հաշիվ դաշտում լրացնենք 524-ի 9-4 հաշիվը։ Այժմ բացենք աշխատանք աշխատակիցների հետ մատյանը և դեկտեմբեր ամսվա համար համապատասխան աշխատակիցների համար հաստատենք ապահովագրավճարների պահումը։ Ապահովագրավճար պահվում է նոյեմբեր ամսում 200,001-ից ավել աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ ստացած աշխատակիցների համար։ Տանք ավտոհավելում պահում։ Ընտրենք պահումը։ Եթե դեկտեմբեր ամսվա ավումը չի գերազանցում 500,000 դրամը, լրացնենք գումարը 4800։ Տանք կատարել։ Գրանցենք փաստաթուղթը։ Դեկտեմբեր ամսում 500,001-ից և ավելի ավում ստացած աշխատակիցների համար նման ձևով պետք է հաստատել ավտոհավելում պահում, գումար դաշտում լրացնելով 10,800 դրամ։ Բացենք ընդլայնված հաշվետվությունը և ստուգենք։ Համակարգի հաջորդ թարմացումով կավտոմատացվեն նաև ապահովագրավճարների պահումները։